Բարև ձեզ։ Ոնց եք։ Տրամադրություն, քեֆ հալ, քարտեզ նվիրեմ ձեզ Հայաստանում։ Մի հատ թխված տվեք, երեխուն թխված կտամ։ Հեսա արամին էլ կտամ։ Ահա։ Իրոպե եղբայր։ Լավ ես, անուտ ինչ է։ Ապրես Արամ ջան։ Ոնց եք, ինչ եք, ինչ տրամադրության եք։ Տրամադրությունն է տեղա, բարև ձեզ, բարև եղբայր։ Համեցեք։ Չէ, ներս չենք գալիս։ Լավ եք։ Լավ, պարոն։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Շնորհակալություն։ Ահա։ Գնացինք, քայլենք դեպի գյուղամեջ։ Վայ, մի րոպե էլի։ Օպ, Էլնա ջան։ Ես ինչ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ, տիկին, ոնց եք։ Ձեր թոշակը բարձացել է, թե չէ։ Ինչքան։ Շատ լավ, այսքան կանխիկ առևտուր անում եք։ Հետ վճար ստանում եք։ Ինչքան մոտավորապես։ Այսինքն 20,000-ով ձեր եկամուտը ապրիլի 1-ից ավելացել է։ Առողջական ապահովագրությունից օգտվում եք, օգտվել եք արդեն։ Լուրջ, լավ եք, դե առողջություն ձեզ, առողջություն ձեզ։ Ձեզ քարտեզ նվիրեմ, թե չէ։ Քարտեզ նվիրեմ ձեզ, Հայաստանի քարտեզ ուզում եք նվիրեմ։ Ուզում եմ, բա ոնց հասցնեմ ձեզ։ Ոնց ձեր դուրը ծեծեմ, փոխանցեմ։ Չէ, պետք չի իշնի, ես կբարձանամ։ Բայց մի րոպե երկու տնից որն էր։ Ահա, բարև ձեզ։ Տանը երեխա ունեք։ Դպրոց պարտեզ։ Քանի երեխա ունեք։ 2 Ես էլ երեխեքին կտակ։ Ես մեկ, ես էլ երկու։ Իսկ տանը չափած քանի հոգի կա։ 3 հոգի։ Մի հատ քարտեզ տվեք։ Լավ, քարտեզն էլ երեխեքին էլ, մեծերին էլ, տանն էլ, ձեզ էլ առողջություն։ Որ վիրահատվել եք, գումար վճարել եք։ Ընդհանրապես չեք վճարել։ Լավ ամեն ինչ, հիմա առողջություն լավ է։ Դե Աստված տա էլ կարիքը չունենաք երբեք։ Ես եմ շնորհակալ ձեզանից։ Հարևանների տներում մարդ կա, թե չէ։ Չէ, չեն ապրում։ Շատ լավ։ Առաջին պատահած մարդը Անգեղակոտ գյուղում 20,000 դրամով ամսական վճարը եւ արդեն ստամոքսի վիրահատությունը արել եւ տիկնոջ տեսքը շատ լավ էր, ասեմ ձեզ։ Քարտեզ տվեք։ Զգուշ է դեր կապներից։ Ուզում եմ հիշեցնեմ նաև, որ Անգեղակոտ գյուղի, ով գիտի, երբ ասֆալտ եղել ստեղ վերջին անգամ, հեղափոխությունից հետո վերևը Խաչմերուկում ժողովուրդը կանգնեցինք եւ բարձրացրեցին հարցը, որ ասֆալտ արվի Անգեղակոթի ճանապարհը եւ ասֆալտը արված է, ինչպես տեսնում եք։ Ահա։ Ամբուլատորիայի տեղը լավն է, պարոն։ Պատրաստ է ամբուլատորիան աշխատում է։ Նոր ենք սկսել։ Չէ, բոլոր էս 29 հատը մինչև աշուն վերջացնելու ենք բոլորը։ Շատ լավ։ Մեր ժամանակը ինչքան է, պարոն Խուդացյան։ Հա? Այսինքն
Բայց արդեն անցավ 10 րոպե։ Չ11-ից 11, այսինքն Խուդացյանն ուրա։ Դա 11:30, այսինքն շարժվենք լավ է։ Բարև ձեզ։ Չեք գալիս։ Եկեք խոսենք։ Բարև ձեզ ժողովուրդ։ Այդտեղ ինչ է մանկապարտեզ, հա։ Շատ լավ։ Շարժվենք։ Շատ լավ, կարանք։ Անդակներս վարչապետ ջան, հավլը տանեմ, Լավեք, բարև։ Ոնց եք բարև։ Հաճելի ամեն հաշվերս։ Հիմա կարոտն եմ թողելա։ Եղբայրս։ Բարև ձեզ։ Ես նամակը տալիս եմ, Արցախից տեղահանված եմ եղել։ Եղավ եղբայր։ Ուրեմն անդելիս պրեզիդենտի հետ ես մեդալակիր եմ եղել։ Այսօր ամտուն ամտե վարձի տակ եմ մնում։ Տեղահանված եք, հա։ Կլուծենք ձեր հարցերը։ Քաշաթաղի Բանը թխվածք, մոտիկ, էլի մոտիկ, տղերք, մոտիկ։ Եղբայր ես քեզ։ քարտեզների շնորհակալ։ Հաճույքով եղբայր։ Քարտեզ։ Բարձրախոս թող միացնե։ Բարև ձեզ։ Ես քեզ։ Մեկ, անջատ եք երաշտությունը։ Սիրելի անգեղակոծիներ, բարև ձեզ, ողջունում եմ բոլորին, մի հատ ծափերով իրար ողջունենք։ Հիմա ինձ ուղղակի մի բան հիշեցրեք, այդ որ թիվներ, որ Խաչմերուկում կանգնեցին եւ ճանապարհի հարցը բարձրացրին։ 18 թիվներ եւ դրանից հետո Կոպիդը սկսեց, դրանից հետո 20 եկավ, 44-օրյան դրամները բայց 23 թվին երբ կառուցվեց ճանապարհը։ 3 տարի է։ Իսկ նախկինում երբ ա եղել որ ճանապարհը ասֆալտապատված ա եղել։ Բրեժնևի վաղը։ Այսինքն անգեղակոծի ճանապարհը մեկ Բրեժնևն ասֆալտ արել, մեկ ես, ճիշտ հասկացա։ Շատ լավ է։ Սիրելի անգեղակոծիներ, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ջերմության համար։ Մենք ճիշտ ասած քայլելիս առաջ մի քիչ հեռու կանգնեցինք, ասենք մի քիչ գյուղի միջով քայլենք, ասֆալտի վրա հաճելի էր եւ առաջին պատահած անգեղակոծի տիկնոջ հետ խոսացի, 3 բան հարցրի, ասի թոշակը բարձացել է, ասի ինչքան, ասեց 12000 դրամ։ Հաջորդը, ասի իսկ անկանխիկ առևտուր անում հետ վճար ստանում եք, ասեց հա, ասի ինչքան, ասեց ոնց որ ասեց 10000 դրամ, ասի իսկ առողջության ապահովագրությունից օգտվել եք, ասեց հա, ասեց ստամոքսն ա վիրահատել եւ շատ առողջ տեսք ուներ եւ ուզում եմ ասել որ սիրելի ժողովուրդ 18 թվին մենք ինչ ենք խոստանում նաեւ մենք խոստանում ենք որ Հայաստանի քաղաքացին չպետքա հիվանդանոցի դռներին մնա եւ հիմա մենք շատ ուրախ ենք որ 65 տարեկանից բարձր թոշակառուների համար մենք կարողացել ենք այս ընթացքում այսքան այսինքն այս ծրագրերը մտցնել ուզում եմ ասել որ 2018 թվականից հետո մենք
փաստացի de facto de jure իրար հետ երևի 5-6 անգամ թոշակները Հայաստանում բարձրացրել ենք։ Ընդ որում սկզբից նվազագույն կենսաթոշակը մենք համապատասխանել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Հիմա նվազագույն թոշակը ավելա նվազագույն սպառողական զամբյուղից եւ նաեւ առողջության ապահովագրությունը եւ մենք սրանով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ձեզ։ Որովհետև տեսեք, չէ, տեսեք, սիրելի թոշակառուներ, տեսեք, ավակ սերնդի ներկայացուցիչներ հատկապես ձեզ եմ դիմում։ Մենք ճիշտ է այսքան կառուցում ենք, բայց Հայաստանում կառուցած շենքերի ճանապարհների 70%-ը ձեր աշխատանքի ժամանակ է կառուցվել։ Եվ հիմա նաև մենք շատ կարևոր ենք համարում, որ մենք հնարավորություն ունենք այսպես ձեզ մեր շնորհակալությունը եւ մեր հարգանքը եւ մեր գնահատանքը ասենք։ Բայց այս ընտրությունների ամենակարևոր ուղերձը դա չի։ Ընտրությունների ամենակարևոր ուղերձը միջև ամենակարևոր ուղերձին հասնելը։ Ես մի բան էլ ասեմ, տեսեք, հիմա նաև ուղիղ եթերում ենք, ես ուզում եմ, որ ոչ մի գյուղում թող եկեք ժամանակ կորցնենք ջրի հետ կապված խնդիրներ բարձրացնելու համար, որովհետև մենք գիտենք, որ հանրապետությունում այդպիսի գյուղ չկա, բնակավար չկա, որտեղ ջրի հետ կապված խնդիր չլինի։ Եվ որպեսզի մարդիկ ամբողջությամբ արձանագրեն, որ մենք հարցի լրջությունը շատ խորը գիտակցում ենք, դրա համար մենք ասում ենք հետևյալը, ասում ենք ոնց որ նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը եղել է խաղաղության օրակարգը, առաջիկա 5 տարիներին մենք մեր 5 առաջնահերթություններից մեկը ըլնելու է ջրի հետ կապված հարցերը, ոռոգման ջուր եւ խմելու ջուր։ Դրա համար ես խնդրում եմ դուք էլ, որ ուրիշ տեղերում եք ջրի հետ կապված հարցերով խոսացել ենք, եկեք դրա վրա նույնիսկ ժամանակ չկորցնենք։ Դա արձանագրած է, գիտենք եւ կանենք անպայման։ Բայց այս ընտրություններում ամենակարևորը խաղաղությանը տեր կանգնելն է, որովհետեւ մենք այո, բազմաթիվ մենք իրար հետ դժոխքի միջով ենք անցել ժողովուրդ։ Մենք դժոխքի միջով անցել ենք, բայց մենք հասել ենք մեր ավետյաց երկրին, մեր երազանքների երկրին, մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը, որը այսօր ավելի անվտանգ է, քան երբևէ, ավելի խաղաղ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ։ Եվ 2021 թվին մենք ձեզ ինչ ենք ասում ենք ապագա կա։ Այդ ժամանակ ապագան այո կասկածի տակ էր։ Այսօր մենք եկել ենք ասել, որ ապագան այսօր է, ապագան է, որ մենք թոշակներ ենք բարձրացնում, ապագան է, որ մենք դպրոցներ ենք կառուցում, մանկապարտեզներ ենք կառուցում, ապագան է, որ մենք իրար հետ, ձեզ հետ միասին խաղաղություն ենք բերել։ Եվ այդ խաղաղությունը ձերն է, ժողովուրդ, առաջին հերթին ձերն է։ Եվ շատ է խոսվում նրա մասին, խաղաղությունը կա թե չկա, խաղաղությունը հուսալի է թե անհուսալի է։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ խաղաղությունը երեխայի նման է։ Երբ որ երեխան ծնվեց, երեխան ինքը կա, երեխան ինքը արդեն անուն ունի, ազգանուն ունի, երեխան քաղաքացի է, մարդ է, բայց եթե մենք երեխայի նկատմամբ խնամք չտանենք, երեխան մեծանալու, ոտի կանգնելու հնարավորություն չունի։ Նույնն է նաև խաղաղությունը։ Այսօր մեր խաղաղությունը ամեն օրվա հետ ավելի վստահ է իրան զգում։ Այդ չի շարքում, որ խաղաղությունը բաներ չունի, բոլոր հարցերը լուծված են։ Այո, մենք հասկանում ենք, որ հումանիտար հարցեր ունենք, Ադրբեջանում պահվող մարդկանց հարցեր ունենք, Լեռնային Ղարաբաղից մեր ժողովրդին տնավորելու, Հայաստանում տնավորելու խնդիր ունենք, այդ խնդիրները լուծում ենք, անհետ կորածների խնդիր ունենք, որոնցով անպայման պետք է զբաղվենք։ Եվ այսինքն, բայց այս ամեն ինչը, այս խնդիրները, բայց մյուս կողմից մենք այսօր ունենք երկաթուղի մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ։ Մենք 2 տարի Հայաստանի արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք, ժողովուրդ ջան, ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր։ Այսօր մեր սահմանամերձ գյուղերի տներում կրակոցներ չեն լսվում։ Եվ սա առաջին անգամ է մեր պատմության մեջ։ Եվ ես ուզում եմ, որ 2026 թվի հունիսի 7-ին բոլորդ միահամուռ, այդտեղ խնդրում եմ շատ ձեզ, հանկարծ չասեք, պարզադե բոլորն էլ ընտրում են եւ այլն եւ այլն։ Իմացեք, որ այս ընտրությունների արդյունքը որոշելու է մի ձայն, մի ձայն։
Այդ ընտրությունների արդյունքը որոշելու է մի մարդ իր որոշմամբ։ Եվ ով այդ մարդը։ Ով է։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Դուք, բաբոր մենք ասում ենք տեր կանգնեք, տեր կանգնել է հետա, որովհետև դուք չպետք է հույս ունենաք, որ ուրիշ որևէ մեկը ձեր փոխարեն տերը պետք է կանգնի, ոչ դուք պետք է տեր կանգնեք, ամեն մեկս պետք է տեր կանգնենք, պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը, այդ խաղաղությունը ձերն է, այդ խաղաղությունը դուք ձեր տառապանքի գնով, ձեր զրկանքների գնով հասել եք, եւ թոշակների բարձրացումը իմիջայլոց Ժամանակի խնդիրն է, դրա համար ուզում եմ շատ բաշուտ ասել։ Թոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրությունն էլ է, խաղաղության հետ կապ ունի ժողովուրդ։ Որովհետև հիմա եթե մենք խաղաղությունը վստահելի չլներ, մենք մենակ այս տարի թոշակների բարձրացման եւ առողջության ապահովագրության վրա միայն այս տարի լրացուցիչ մոտավորապես 100 միլիարդ դրամի կարգի գումար ենք ծախսում։ Եթե մենք խաղաղությանը վստահ չլինենք, այդ փողը կասենք, լավ, թողեք մնա, որ հանկարծ պատերազմ որը լինի, էսկալացիա լինի, մենք դրա համար կօգտագործենք։ Բայց սա չի նշանակում, որ մենք, այսինքն խաղաղությունն է հնարավորություն բերել, որ մենք առողջության ապահովագրություն ներդնենք, թոշակ բարձրացնենք, բայց սա չի նշանակում, որ մենք անվտանգությունը բան ենք անում, երկրորդական ենք համարում եւ աչքաթող ենք անում։ Եվ սա ցույց տալու համար է, որ մենք մայիսի 28-ին, ով որ հնարավորություն կունենա, եկեք Երևան Հանրապետության հրապարակ, որովհետև մենք ձեզ ուզում ենք ցույց տանք, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին, մեր բանակում ինչ փոփոխություններ է տեղի ունեցել, սկսած հագուստից եւ ավարտած սպառազինությունից։ Սնունդից էլ արդեն այ մայրիկները, տատիկները արդեն շատ լավ գիտեն, որովհետև թորնիկներին աշխատողներն էլ գիտեն եւ շատ շնորհակալ եմ եւ հետեւաբար բայց այս ամեն ինչով հանդերձ Ժողովուրդ ջան ընտրությունների ամենակարևոր թեման մեկն է եւ այն թեման դա է որ դուք պետքա տեր կանգնեք խաղաղությանը եւ ինչա պետք խաղաղությանը տեր կանգնելու համար խաղաղությանը տեր կանգնելու համար պետքա անպայման գնալ ընտրական տեղամաս անպայման եւ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16 ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16 ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16 եւ խաղաղությանը տեր ենք պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ինքնիշխանությանը եւ ամենակարևորը մեր նահատակների սուրբ հիշատակին տեր ենք։ Շնորհակալ եմ շատ, բուռն ծափահարություն։ Այո, ձեր վարչապետին ելեք տեր։ Եվ շնորհակալ եմ դրա համար։ Քարտեզ տվեք։ Հա, մի րոպե, տվեք Ժողովուրդ ջան, իմիջիայլոց ասեմ, որ Սյունիքի մեծ հարավակը նախատեսված է վաղը 7:30 Կապանի Գարեգին Նժդեի հրապարակում, ով ցանկություն ունի, հնարավորություն ունի, ժամանակ ունի, հավես ունի, խնդրում եմ եկեք, որովհետև ընդ ավելի ընդլայնված խոսակցություն է տեղի ունենալու։ Հիմա ես հաճույքով մեր քարտեզներից ով ուզում է, ձեզ կնվիրեմ ու կգնանք մենք արդեն։ Քարտեզ, երեխեք, շատ ապրեք, շատ ապրեք։ Հա, եղբայր։ Երեխեք քարտեզ եք ուզում։ Այո։ Քարտեզ ուզում եք, քարտեզ։ Սաղը տունեցա, քարտեզ։ Էլի։ Ցածր, էլի երաշտությունը ցածր, որ զրուցենք։ Արեք ես կողմից, հա, Մայրիկ ջան, եկեք դիմաց։ Հատուկ իմ իրավունքությունը հայտնեցես խաղաղություն ապահովելու համար։ Համեցեք։ Ես որպես զոհվածի մայր, իմ կողմիկներին, մայրը կտրել ամենեսանից պետք տարյամ։ Տեսեք, քարտեզ։ Ինչպես անենք, որ մեր երեխեքին տեսնենք։
Ենա իմ կողմից։ Դե կին ընտանեկան հարցա ինչ Դա հենց անցը։ անմիջապես ուզում եմ դիմեմ ձեզ։ Դե ընտանեկան հարցա դա դատական կարգով պետք է լուծվի, բայց կարամ ընտանիքի ներսը մտնեմ ընտանիքի հարց։ Դատական հարցին է պետք, բայց դե абսուրդ է, ոչ։ Դե դատական հարցը դատարանը ոնց որոշի ճիշտ է տա կներեք էլ իսկապես դա ընտանեկան հարց է ես ոնց մտնեմ ընտանեկան հարցի մեջ ես ինչ կարամ անել խոնարհվում եմ ձեր որդին է զոհվել է որդին որ երբ է զոհվել 44 օրյա պատերազմ։ խոնարհվում եմ ձեր առաջ Լավ են պարոն Փաշին։ խոնարհվում եմ ձեր առաջ բայց ընտանեկան հարցին իմանելիքը չի Հատես հաճույքով շնորհակալ եմ շատ ձեզ շատ ձեզ առողջ եղեք բարև ձեզ բա իհարկե լավ ոնց չի կարելի տրամադրությունն է տեղնա չէ հարթես Հաջա խնդրեմ իհարկե կարելի Ում չտվեցի ով էր ուզում ու ես չտվեցի Ահա Հաջա երեխեքի համար թխվածք մոտեցրեք թխվածք երեխեքի համար երեխեքի համար թխվածք ում թխվածք չենք տվել երեխեք քարտե Ես պահի դես Ահա Քանի երեխա ունեք Այ աստված պահի ձեր թորնիկները Կգաս իմ մոտ մռութիկ ջան Արի Ռոզի ջան նայ Մամային նայ Ռոզի լավ եղեք Ժորժ ջան դե գնացինք Եղբայր Իմ մասով իմացեք Մի րոպե էլի Համբարձումյանը ուրա Պարոն Համբարձումյան իր կոորդինատները վերցրեք իր այդ կապված հարց կա որով պետք է զբաղվեն Հեռախոսի համար վերցրեք Բարև եք եղբայր Ով էր ուզում բարևի Ես մեկ չորրորդ բարևն անկել Ես քո ցավը տանեմ Լավ է Հաջան Եկեք արի Մենակ կարա գելի ժամանակի Հին դպրոցուն ենք, հենց կտուրն երևում է Ահա ինչա պետք է Բավականներ մեծ հին դպրոց է 30-ականների դպրոց է Լավ Հեմի այս գյուղում այդ դպրոցում գործել է տրիկոտաժի ֆաբրիկա Աշխատել են 86-7 թվերին Հեմի եթե որոշակի ասենք նորոգում կատարելուց հետո բերվի նորմալ վիճակի էլի մի վատ Մարդ կա որ ուզում աշխատացնի Չէ մարդ հենց դա որ այդ էլի ասենք Դե մտածեք Այդ մոմենտում մտածեք Ժորժ իսկ ինչ եք մտածում այստեղով ճանապարհ կա չէ դեպի բան դեպի Նախճեվան ճանապարհ կա ինչ եք մտածում այդ ճանապարհի բացման մասին ինչ կարծիքի եք Դե բացվել է տեսնելի Չէ ոնց է բացվում Մինչև շաղատան դիսկ Չէ նկատի ունեմ որ գնան գան որ շարժել Մենք իրանցից գնում ենք բանջարեղեն, միրգ, իրանք մեզանից գնում են ոչխարի միս, կապնամթերք, յուղ Անպայման կլինի Ոչիշ թո բաց լնի կամանց պուճուր քալ տեսնողը ու ամեն գյուղում կա է Եղբայր մի բան ասեմ ձեզ Հիմա մի բան ասեմ ձեզ ասենք Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջև տենց պանթեոններ պատերազմը էլի Ստրասբուրգը այսօր կենտրոնն է հասկացա Հիմա պետք է չենք շտապում ես չեմ ասում մեր պանթեոնների առաջ ֆնկի են գալիս բայց թող ճանապարհը բաց լինի կյանքը ցույց կտա կյանքը ինքը ցույց կտա Լավ եղեք շնորհակալ ենք ժողովուրդ Դավիթ ուրես Դավիթ Ես ուզում նկարել Դավիթ արի նկարի էլի մի հատ Արագ մենակ Ժորժան կներեք ժամանակի խնդիր ունենք էլի գրաֆիկի մեջ պետք է հասցնենք հələ շատ գյուղեր որ չենք հասցնում ուրա բա հեռախոսը Հեռախոսը Ժորժան ուշանում ենք այ արդեն հենց հիմա պետք է գնամ
գնացեք։ Շնորհակալություն։ Ուղիղ եթերում նկարվեցիք։ Ուղիղ եթերում եկեք նկարվեք։ Այս մարդը մի րոպե իր հեռախոսն է, թողեք ինքը նկարի։ Քեզ հաջողություններ, եղբայր ջան։ Տախպորս կարոտն եմ զգում։ Ձեզ հաջողություններ։ Գործում միշտ։ Մեր հաջողությունը ձեզնից է կախված։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, լավ եղեք, լավ եղեք։ Սիգնալը, 3 հատ սիգնալը։ Հաջան, 3 հատ սիգնալը տվեք։ Հաջան, դու ինչ ես անում ստեղ, դու ես գյուղից, դու անգեղակոթից ես, հաստատ։ Ասում եմ մեր շուտն է։ Հա, լավ է։ Ողջույն հաջողություն։ Քեզ բանում եմ տեսել, բայց մի րոպե, որ Տնես ես բատու։ իշխանասարում չեմ տեսել իրան, հա։ Հա, լավ եղի, եղբայր։ Գնացինք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք։ Այսպիսին էր մեր սրտառուչ հանդիպումը Անգեղակոտ գյուղում։ Սիրում ենք անգեղակոտցիներին, լավ եղեք անգեղակոտ։ Ընտրություններ 2026-ին, քվեարկում ենք 16-ին։